Պատանի հասակում զբաղվել եմ ըմբշամարտով, սպորտով, բավականին հաջողություններ էի ունենում, բավականին վերելքներ, ուրախ էր իմ կյանքս, ու հետո երիտասարդ ժամանակներում արդեն ավելի ոնց որ սկսեցի հայրական կողմից եկած խորհուրդներով սկսեցի ապրել, թե որն է ճիշտը, թե այսպես է պետք ապրել, այնպես է պետք ապրել ու ինչն էր մի քիչ ցավալի ավելի, որ հայրական խորհուրդը ավելի գալիս էր հանցագործ աշխարհից, որտեղ հայրս էլ հանցագործ աշխարհում է եղել, ապրել բավականին տարիներ բանտերում անցկացրել 19 տարեկան էի, երբ որ դեպք պատահեց ու ես բանտում հայտնվեցի, տեսա բանտի օրենքները չգրված, որը քեզ թելադրում է, թե դու ոնց ապրես, ու ես ավելի շատ տեսնում էի կողքից ով է սխալվում, ինչու՞մ է սխալվում, որ ես երբեք տեղ չսխալվեմ։ Ու դա էր իմ հաջողության գաղտնիքներից մեկը, որ ես տեսնում էի կողքից մեկը սխալվում է, այս ինչ հարցում, ուրեմն դա չի կարելի, ես պահում էի այդ հարցում ինձ այնպես, որ ոնց որ հանցագործ աշխարհն էր պահանջում։ Ու մի քանի ժամանակ հետո ես տեսա, որ հաջողությունների իրոք հասնում եմ հաջողությունների ու անցան մի քանի տարիներ խնդիրներ են լինում սենց այս բառը կներեք օգտագործեն բազարներ եւ այլն մենք տեսնում էի որ ես այդտեղ հաղթող դուրս եկա մարդիկ կային որոնց հարցերը իրոք լուծում չէր ունենում բանտերում գաղութներում ու երբ որ դիմում էին ինձ ես այդ հարցերով զբաղվում էի ու այնպեսի լուծում էի տալի որի իրականից լուծում էր ստանում այդ հարցերը որոնք մարդիկ տարիներ առաջ տարիներ շարունակ կամ ամիսներ շարունակ ուզում էին այդ հարցի լուծումը ստանային սկսեց հեղինակությունս բարձրանալ արդեն տարբեր տեղերից անգամ մեր երկրից դուրս անգեր էր գալի հարցերով դիմում էին այս հարցերին պետքա լուծում տվեցվի այս հարցերին քո ընկերն է դու ասես այս հարցը կլուծեմ խնդրում ենք այս հարցով դիմի ես ինչ մարդուն ու Հայաստանում բավականին շրջապատ ձեռք բերեցի այդ հանցագործ աշխարհում ավելի շատ խմորվեցի հանցագործ աշխարհի մեջ ու 2001 թվականի դեկտեմբերն էր ազատվեցի այստեղ բանտից ազատվեցի ու մի ամիս հետո գնացի Եվրոպա ու Եվրոպայում սկսեցի նույն կյանք ապրել, նույն պրինցիպներով ապրել, հանցագործ կյանքով ապրել, այնտեղ տարբեր մարդիկ, տարբեր խնդիրներով, հարցերով սկսեցին դիմել, այդ հարցերի լուծումները սկսեցի տալ ու սենց կամաց, գիտեք ինչ, քեզ թվում է դու երկիրդ կփոխես, կգնաս ու այնտեղ կապրես ոնց կուզես կամ մի ուրիշ կյանք կապրես, բայց երբ որ ես երկիրս փոխեցի, Եվրոպայում է գտնվում նորից նույն հարցերով դիմեցի, նույն հարցերի լուծումներ ու ես հասկացա մեկ էլ դպ հայտնվել եմ այնտեղ, որտեղ որ կայի Անցան որոշ ժամանակներ ես նորից Հոլանդիայում հայտնվեցի բանտում շատ ժամանակ ունեի ես մտածելով իհարկե մնում էի մենակ բանտի խցում ու ինձ տանջում էի, ինձ չարչարում էի, այդ օրենքը պահելով ավելի շատ ինձ վնաս էի տալիս, ինձ չարչարում էի ու հետաքրքիր էր մի քանի ժամանակ հետո երբ որ ազատ արձակվեցի իմ եղբոր ընտանիքի կողմից, ծնողներիս, մայրիկիս կողմից ոնց որ սկսեցի լսել Աստծո խոսքը, սկսեցի լսել Աստծո խորհուրդները, միշտ եղբայրս ասում էր ապեր ասում էր Հիսուսին ճանաչի, այնքան քաղցր է Հիսուսին մոտեցի Ինչ ժամանակ էր ինքը ասում ինձ, որ ես արդեն այդ ճայիճի մեջ էի, ես հարցեր ունեի մարդկանց հետ, մարդիկ իմ հետ սենց անենց պահեր էր, որ ամեն բան հանդարտ չէր, նենց բան էր, որ ավելի պետքա խորացվեր կամ այդ հարցերը լուծվեր ու այդ ժամանակ ոնց որ Աստված տեսա, որ Աստված սկսեց մտնել իմ կյանքի մեջ։ Ես մի բան հասկացա, որ թեկուզ իմ համար դժվար է այսօր թողել հանցագործ կյանքը ու գալ Աստծո կյանքով, հավատքի կյանքով ապրել, բայց ես մի բան հասկացա, որ իմ կյանքում սենց մի հատ խառնաշփոթ սկսեց։ Ես երբ որ վերջի անգամ բանտ ընկա, ես հասկացա, այս պատերը ինձ ճնշում են արդեն։
ինձ ուղղակի այս պատերը, բանտի պատերը խեղդում են, ճնշում են։ Ես տեսնում եի, որ իմ կյանքում ապագա չկա, ես պատը ինձ հոգևոր մարդ հարցրեց մի օր ինչ ես տեսնում, ասացի պատ եմ տեսնում դեմս, ասացի չեմ տեսնում այն կողմը, ինչ որ ոնց որ մի 5 մետր հետո պատ լինի ու պատից այն կողմ չեմ կարողանում տեսնել, ընդհանրապես չէի կարողանում տեսնել, թե ինչա լինելու իմ կյանքում։ Սկսեցի հիշել եղբորս խոսքերը, որ Քրիստոսի մասն էր խոսում, հիշում եմ սենց էր ասում էր Հիսուսին ճանաչի, Արտուր ջան, Հիսուսին ճանաչի, Հիսուսի հետ ընկերություն արա, ու հիշեցի այդ խոսքերը, սկսեցի աղոթել, չգիտեի ում եմ աղոթում, մի հատ փոքր բրոշուր կար իմ ձեռք, աղոթք էր գրված, ես այդ աղոթում էի ու այնպես էի աղոթում, արցունքներս թափում էր այդ բրոշուրի վրա, Ունդեղ ասում եմ, եթե կպավ քո սրտին այս աղոթքը, նորից կրկնի, նորից էի կրկնում ու վերջում նորից այդ հասնում է այդ բառին, եթե կպավ այդ աղոթքը քո սրտին, նորից կրկնի ու ես նորից էի կրկնում ու բազում անգամներ մի բան եմ ասում եմ Տեր իմ Աստված, ասում եմ, ինչքան մարդիկ իմ կողքից հայտնվեցին գերեզմաններում ու ես սենց ոնց որ մի հատ ծաղիկ ես կանգնած մնացի ու իրոք փառք Հիսուսին, ես էսի ասում եմ միշտ Գիտեք, երբ որ ես մի փոքր համաձայնվեցի, որ ես ուզում եմ դառնալ Քրիստոսին, ուզում եմ դառնալ քրիստոնյա, սկսեց ինձ խանգարել այն մտքերը, որ քրիստոնյան պետքա չգողանա։ Ես գողանում եմ ու սա ինձ շատ էր խանգարում։ Ես հարցնում էի հավատացյալ եղբայրների, հարցնում էի, ասում էի, ախր ինձ մի բան է խանգարում, ասում էի, որ ես չեմ աշխատում։ Ես գողանալով եմ ապրում, ասում էի, որ չգողանամ կամ հարց լուծելով ոնց պետքա ապրեմ, որտեղից ինձ ֆինանսներ։ Հանցագործ աշխարհը մեր մեջ արմատացրել էր, այնպես էր արմատացրել, որ չպետք է աշխատի գողական տղան, մի խոսքով չպետք է աշխատի ու շատ դժվար էր իմ համար այդ բարիերը հաղթահարել։ Ու երկրորդ բանը ինձ խանգարում էր այս միտքը, որ ինչ կմտածեն ընկերներս ու ես 6 ամիս բանտում եմ եղել Հոլանդիա վերջին անգամ երբ որ բանտարկված էի 6 ամիս չոքել եմ աղոթել եմ ասում եմ Աստված ջան խնդրում եմ ինձ իմաստություն տուր որ ես ընկերներիս ապացուցեմ որ ես ճիշտ ճանապարհն եմ ընտրել ու երբ որ ես Հոլանդիա բանտում էի արդեն խոսում էին որ ինձ պետք է դեպորտ անեն Հայաստան ու եղբորս զանգեցի եղբորս հետ էի խոսում Եղբորս ասացի պետք է ինձ ուղարկեն Հայաստան, մեր կորից կարող ուղարկեն արդեն դեպորտ անեն, իմ աղբերս սենց մի տեսակ մինչև մակաժներից մեջ այդ ձայնը, ասեց լսի ինչ եմ ասում, Աստվածաշունչ ասում է, որ քամիներ ու փոթորիկներ կլինեն, բայց դու կանգուն ես մնալու, ու իրականից այդ խոսքերը իմ կյանքում ես հիմա հասկանում եմ, որ դրանք մարգարեական են, ու անցավ 2 օր ինձ եկան ոստիկանները մի խոսքով ինքնաթիռ նստեցրեցին ու դեպորտ արեցին Հայաստան ու երբ որ ես եկա Հայաստան Հայաստանում հաջորդ օրը լսեցի որ եղբայրս Հոլանդիայում մահացել է դժբախտ դեպք էր պատահել եղբայրս մահացել էր ու ես մի բան որոշում կայացրեցի սրտիս մեջ ու մի բան մտածեցի ասացի դե որ իմ եղբայրս քրիստոնյա է այս ճանապարհով է գնացել Հիսուսի մոտ եթե ես այս ճանապարհով չգնամ էլ իրան չեմ կարող տեսնել չգիտես որտեղից էր այդ իմ մեջ բայց ես հենց այտենց բոլորին իմ ընկերներին ասում էի լսեք իմ եղբայրը այս ճանապարհով է գնացել Հիսուսի մոտ ասում էի եթե ես այս ճանապարհով չգնամ ուրիշ ճանապարհով գնամ էլ իրան ընդհանրապես չեմ տեսնելու ու էսի պատճառ դարձավ որ ես որոշում կայացրեցի ասացի վсё ես գնում եմ այս ճանապարհով որ իրան տեսնեմ ու իմ եղբայրս այն ժամանակ ընկերներից լսեցի որ ասում էր ես կյանքս էլ կտամ մենակ Արտուրը Հիսուսին ճանաչի այդ ժամանակ արդեն տարբեր եկեղեցիներից Հոլանդիայից էլ էին զանգում այստեղ եկեղեցիներից հովներին էին խնդրում որ sense մարդ է եկել Կոշիզոն նայողն ա եղել Հոլանդիայից դեպորտ են արել դիմավորեք այցելություն արեք կպել Աստծուն Աստված կպել է իր սրտին բան տարբեր եկեղեցիներից գալիս էին խոսում էինք եկանք ծառայության համալիր երբ որ մտածեցի Տեր ջան sense բան կա երկրի վրա ինձ հետաքրիր հենց երաժշտությունը փառաբանությունը սկսեց գիտեք ինչ ոնց որ
չգիտեմ ոնց պատկերացնեմ, ոնց որ այդ երաժշտությունը, այդ փառաբանությունը ոնց որ իմ հարսանիքը լիներ, այս ձևից, նենց ուրախացած, դեր sense բան կա երկրի վրա ու երբ որ կանչում էին առաջ աղոթելու, ասում էին, ով որ ուզում է Հիսուսին իր կյանքի մեջ Տեր ընդունի, թող գա առաջ աղոթենք։ Լիքը ժողովուրդ էր գնում առաջ ու ես վազում էի, գնում էի առաջ, աղոթում էին, հաջորդ շաբաթ գալիս էին նորից ասում էին, ով որ Հիսուսին ուզում է Տեր ընդունի, թող գա առաջ աղոթի, աղոթենք իր համար։ Ես գնում էի, աղոթում էին ու ինձ մի օր արթուններ կողքս եղբայրներից ասցին, լսի աղբերս էդի նոր եկողների համար են ասում, չէ, ասում են ով ազում Հիսուսին իր սրտի մեջ։ Փառք Աստծուն իսկականից, որ իմ կյանքը փրկեց։ Ես չէի պատկերացնում, որ ես կաշխատեմ, ես չէի պատկերացնում, որ ես երջանիկ կլինեմ, ընտանիք կունենամ, միշտ ասում էի վերջ, ամեն բան վերջացավ։ Բայց փառք Աստծուն այսօր արդեն ընտանիք ունեմ, շատ հրաշալի կին ունեմ, ունենք երկու որդի, Էմանուելը ու Դանիելը, ու փառք Աստծուն հրաշալի ապրում ենք, օրհնված մեր տանն է, հեչ աշխատում եմ հիմա, հրաշք Աստված իսկականից, թե ինչ արեց Աստված իմ կյանքում։ Ես մտածում եմ, որ ինձ հարց տային, թե ոնց էր առաջ ու ոնց է հիմա, ես մի կարճ բառով ուղղակի կասեի սև ու սպիտակ, ու վերջ։